Խոզնավար, Բայանդուր, այդ 3 գյուղերը, նաև Վերիշեն, այս մեր գյուղը ընդհանուր առմամբ խնդիր ուներ։ Այդ քիչ առաջ նշածս 3 գյուղերը այս ճանապարհով ավելի հարմար, մարդիկ ավելի երկար ճանապարհով են գնում։ Սա նաև ռազմավարական նշանակություն ունի այս ճանապարհը։ Այստեղից պոստեր, դիրքեր, տարբեր հատվածներ գնալը հենց այս ճանապարհով է միանշանակ հարմար եւ ավելի մոտիկ եւ այսուհետ մեր թե գյուղացիները, թե պաշտպանության նախարարությունը ավելի նորմալ եւ բարեկարգ ճանապարհով երթևեկել։ Ներ համայնքային ճանապարհների վիճակների առումով, պարոն Արուշանյան, ասացիք, որ որոշման աշխատանքները քիչ կմանրամասնեք։ Գորիս համայնքը սուբվենցիաներով ամեն տարի ռեկորդային ցուցանիշներ ունի միջհամայնքային ճանապարհների վերանորոգման առումով, հենց այս պահին 4 խոշոր ծրագիր է իրականանում 1.2 միլիարդ դրամի եւ եւս մոտ 800 միլիոն դրամի մի նախագիծ էլ պատրաստ է, որը շուտով տենդերը կհայտարարվի։ Իսկ մնացած գյուղերի մասով ասեմ, որ Գորիս խոշորացված համայնքում այս պայդրության ոչ միայն Վերիշեն, Խոզնավար կամ Խնձորես, ներքին Խնձորես, նաեւ Խոտ-Որոտան ճանապարհն է կառուցվում եւ տարեվերջին Աստծո կամոք երևի կունենանք այնպիսի մի իրավիճակ, որ գրեթե բոլոր գյուղեր, քաղաքից գյուղեր հասնող ճանապարհները կլինեն բավականին բարձր մակարդակի վրա։ Եվ շինարարական կազմակերպություններն էլ բոլորն էլ փորձառու մեծ կամպանիաներ են, տարածքում էլի ունեն աշխատանքներ կատարած, որակի մասով կարող եմ ասել, որ եթե համեմատենք արտերկրում բազմաթիվ երկրների հետ, այս պայդրությամբ Հայաստանի որակը բավականին բարձր է, որտեղ քիչ առաջ տեսեցի որակական առումով հարցեր եք ուղղում։ Մեր ճանապարհները երևի թե քանի որ երկար տարիներ է ինքս համայնքի ղեկավար եմ եւ ճանապարհաշինության մեջ բնականաբար ուզեմ թե չուզեմ ներգրաված եմ լինում, Հայաստանի Հանրապետությունում ճանապարհները բավականին լավ են կառուցվում ըստ ինձ տեսակետի, որովհետեւ Գորիսում դե ընդհանուր առմամբ եմ ասում, հիմա Գորիսում 7-8 տարվա ճանապարհներ ունենք, որ արդեն կառուցվել են, միջոց պահ որևիցե խնդիր չունենք։ Հիմա քանի որ մայրուղիներում գուցե ծանրաբեռնվածությունը շատ ավելի շատ է, որոշակի տեղեր գուցե կլինեն խնդիրներ, որովհետև կան գրունտային ջրեր, որ նախագծողները նույնպես չեն տեսնում, չեն պատկերացնում, ճանապարհը սարքելուց հետո է նոր դուրս գալիս, որ այդտեղ որոշ հատվածներում ջուր կա, գրունտային ջուրը դուրս սկսում եւ այլ։ Հետեւաբար կարող է հատված լինի, որ մի փոքր խնդրեմ առաջանա, բայց առհասարակ որպես կանոն բավականին լավ վիճակում են գտնվում։ Պարոն Արուշանյան, Որոտանի մասով, այս ճանապարհը մեծ խնդիր է լուծելու ըստ էության։ Ոչ թե մեծ խնդիր է լուծվելու, բավական մեծ խնդիր է լուծելու եւ ես կարծում եմ, որ պարոն նախարարներ անցած այցի ժամանակ ասեց եւ բավականին շատ այցեր են ունեցել այդ հատված, որպեսզի հասկանան հին մայրուղու հետ կապող օղակ ստեղծեն նորից այդ ճանապարհով։ Այնտեղ, չգիտեմ, եթե եղել եք, բավականին մեծ ժայռեր են կտրվել եւ շատ լուրջ աշխատանքներ են տարել ամիսներով նախագծողները նախարարությունը այդտեղ էին ու հասկանալու համար ոնց խնդիրը լուծեն եւ դա նաեւ այնքան կարեւորություն ունի, որ Գորիսը նորից չի լինի այնպես, որ մի ճանապարհով ելք ու մուտք ունի, կլինի, որ Կապանից կամ Իրանի Իսլամական Հանրապետությունից արդեն շատ մեքենաներ հենց Գորիսի մեջով կանցնեն եւ դա Գորիսին նորից կտանի իր տնտեսական աճին, որը ուներ ժամանակին։ Իսկ հիմա խնդիրները ո՞նց եք լուծում, այնտեղ ճանապարհը բացակայում է։ Նախարարությունը 5 ճանապարհ այլընտրանքային կառուցել այդ ընթացքում, որ գալիս գտնում են Տաթև Գորիս ճանապարհը։ Հիմա այս պայդրությամբ այնպես չի, որ գյուղացիները տեղաշարժվելու խնդիր ունեն, ուղղակի խնդիրը նա է, որ այդ ծրագիրը, որ այդ կառուցումը ընդամենը 5-6 կիլոմետր կարճացնելու է։ Այդ 5-6 կիլոմետր մարդիկ ավելի շուտ Գորիս հասնելու համար այդ ամեն ինչը։ Սկսել ենք հողային, հիմա արհեստական կառուցվածքների աշխատանքներն ենք սկսել, արդեն ավարտական փուլում է արհեստական կառուցվածքները, սկսենք հողային աշխատանքները միաժամանակ համատեղ անում ենք, մինչև այդ ամեն անելուց հետո արդեն կանցնենք ճանապարհի պատվածքը փոխելուն, նորը կառուցելուն։ Ասֆալտը ունի 11 սանտիմետր
հաստություն, երկշերտ է 6 սանտիմետր եւ 5 սանտիմետր հաստություններով։ Երաշխիք կա որքան է ահելու, որովհետև սա դեպի դժվարացանելի ճանապարհ է։ Հիմա ճանապարհը շատ վատ վիճակում է գտնվում, որովհետեւ երկար տարիներ վերանորոգում կամ նորոգում երբևէ չի իրականացվել տվյալ ճանապարհատվածում։ Երաշխիքի հարցով կառուցում ենք այնպիսի ճանապարհ, իհարկե երաշխիք էլ կա ու կառուցում ենք այնպիսի ճանապարհ, որ ծառայի ավելի երկար ժամանակահատված։ Աշխատանքների մեկնարկը արդեն 1 ամիս է ինչ սկսել ենք աշխատանքները, նախատեսում ենք մինչև տարվա վերջ ավարտել ճանապարհատվածը։ Սկսելու է Վերինշենից, հենց Գորիսից, որ մտնում ենք Վերինշեն հատված, Վերինշենից սկսում է մինչև Խոզնավար գյուղի վերջ հասնելու է ճանապարհը։ Հիմա եթե քարտեզով, հա, նավիգատորներով նայում ենք, Վերիշենից մինչև Խոզնավար 40 րոպեի ճանապարհ է ցույց տալիս, երբ որ ճանապարհը պատրաստ լինի, ինչքանով կկրճատվի, ինչքանով արագ հնարավոր է։ Առնվազն 25 րոպե կրճատվելու է տվյալ ժամանակահատվածը, որովհետև 40 րոպե տալիս է, բայց ճանապարհի վիճակ չի տալիս, էլի ավելի երկար է հիմա բնակիչը Խոզնավարից հասնում Գորիս։ Վերանորոգումից հետո ժամանակի առումով շատ մեծ կրճատում կունենանք։